Կիրակի օրը մետրոյում Նիկոլ Փաշինյանի հրաշալի շրջանակում այդ երիտասարդ կնոջ հետ միջադեպը, ու իմ այս վիդեոն ավելի շատ ռուսասերներին ու Արցախի մարզի, հենց մարզի մեր հայրենակիցների եղբայրաքույրերին է վերաբերվում։ Այդ դրա շուրջ մի հատ դիտարկենք։ Ես մի հատ պոստ եմ սարքել, որ նշում եմ, որ նոյեմբերի 9-ի 2020 թվականի Արցախի գարանտը Ռուսաստանն է Պուտինի գլխավորությամբ ըստ պայմանագրի, եւ այդ հարցերը մեղադրանքները առաջինը Պուտինին, Ռուսաստանին, Արցախի մարզին ղեկավարությանը, որոնք իրենց նազերացել գործակալ են երևակայել, եւ Նիկոլին։ Այդ բոլորին, եթե մեղադրում ես, դա հայանպաստ, հայրենասիրական մոտեցում է։ Եթե մենակ Նիկոլին ես մեղադրում, ես Նիկոլի կողմնակիցը չեմ, ու Պուտինին, Ռուսաստանին դոշտված պաշտպանում ես, Արցախի օկուպացիոն ղեկավար անունով նազերացելներին պաշտպանում ես, որոնք հետույքներ լվացին գնացին Ազեղի առաջարկային կամավոր գերի հանձնվան էդի լկտիությունների խայտարակությունն է ստանում եք, մարդը էդի էդի վերջն է, որ դրանց պաշտպանում եք, դե արդեն լուրջ մտահոգություններ է։ Եվ վերջո Արցախի մարզի մեր հայրենակիցներ, դուք Հայաստանի քաղաքացիներ եւ հայություն եք, թե հայախոս ռուսասերներ, չգիտեմ պուտինասերներ, դուք անկախ պետություն եք, դա ոնց եղավ, այդպես 89 թվականի նոյեմբերին հարակվելով Ղարաբաղը միացել է Հայաստանին, Հայաստանի ու Արցախի խորհրդանները հաստատվել է, այդ ամենը տարվել է Մոսկվայի հաստատումով, այգի անկախությունը վիժեցրին, միացումը վիժեցրին, այդ հարցերը լուսաբանելու, քննարկելով, մեղավորներին պատժելու, այդ քննարկումները տեղելու համար փոխանական եք, մենք մեղադրանքներին մենակ Նիկոլն է։ Եթե մենակ Նիկոլն է արել, ուրեմն Նիկոլը զաչումարի տալ է Պուտինին, ռակում հացել է Պուտինին, եթե մենակ Նիկոլը կարծել է ամբողջ 120,000 արցախցիներին վտարի, ուրեմն 120,000 արցախցիներով պրեզիդենտ է գալի, որ խեղճուկերակ ճուտիկներ եք, հա, ձեր մեջ 10 տղամարդ չկա, որ Արցախին Նիկոլին պասլատ տաներ, 1.5 միլիարդ, 2.5 միլիարդ դոլարի զենքին համոթեք ձեր ձեռի տակ, ունեիք, չկայք, այդ հասկանում եք ինչ եք դուք խոսում, ինչ եք քարոզում, ինչի կողմնակից եք, դա ոնց եղավ, տենց եղավ։ Վերջի վերջը Բաքվի Սումգայիթի փախստականներին մենք որ ինչքանով կարողացանք տեղավորենք, դա բայց այն ժամանակ սովետ էր, շատ բաներ բացի թող ա եղել, բայց դες Արցախ մարզի բնակիչներին մենք տեղավորել ենք, նպաստ ենք տալի ինձ, իմ նմաններին պետությունը, մենակ այդ բանակից տուն գալու փողն է տվել 95 թվին, կարծեմ դա 1800 դրամ էր, տվել 2500 դրամ, մի հատ փող որ պետությունից տվել է, այդ փողն է, մեկ էլ երեխեքի հետ ծնվելու փողն է։ Դες ամբողջ ձևով, ամբողջ հայությունով 7-ից 12 միլիարդ դոլար ներդրում ենք արել Արցախի բարգավաճման համար, Լինսի հիմնադրամ, Սփյուռքահայերի բարերարությունը, սա Արցախի շենացման համար է գնացել, աղետի գոտի, կրթություն, մշակույթ, բանակ, տնտեսություն, այդ ամենը չենք արել, Արցախն ենք շենացրել, մենք ոգ ենք տարել, պաշտպանել ենք, մեծամասնությունը հայության Արցախի սահմանին է ծառայել, 44 օրյային ունեցել ենք 68,000 կանոնավոր բանակ, օֆիցիալ 78,000 գենշտաբի տվյալներով կամավոր մոբ է մասնակցել, դա հեչ, հա, Նիկոլն է մեղավոր, ամբողջ հայության մեղադրանքը, ամբողջ հայության ատելությունը, երբ որ մենք ձեզ աջակցում ենք, դու որպես հայման հայության, որպես հայության մասնիկ, դա ուրիշ բան է, երբ որ դուք վերաբերում եք մեզ, որպես դուք պիտի անեիք, դա արդեն ուրիշ մոտեցում է, այդ դիվերսանտի գործակալի պահվածք հասկանում, դուք ինչ քարոզների ենթակա եք, ինչ քարոզների եք ենթարկվում, ինչ քարոզների եք կողմնակից, Ռուսաստանը հեչ մեղավորություն չունի, ամենում մենակ Նիկոլն է, այդ Քոչարյան Սերժ Լևոն Տեր-Պետրոսյան մեղավորություն չուներ, մենակ Նիկոլն է, Նիկոլը իր մեղավորություն ունի, Ռուսաստանը Պուտինը իր մեղավորություն ունի, նախինները իր մեղավորություն ունի, այդ ամենը մի հարթության վրա է, եւ պիտի քննարկենք այդ ամեն մեկի պատասխանատվությունը բաց թողումը հասկանանք, ոչ թե մենակ Նիկոլն է մեղավոր, եթե մենակ Նիկոլն է մեղավոր, 10 տղամարդ չկա ձեր ամբողջ Արցախում 120,000-ից Նիկոլին պասել բաներ, ձեր պապինական հողերը պահեիք։ 1915-23 թվականի այս մեծ ցեղասպանության տեղահանության ժամանակ մեծ ցեղասպանության ժամանակ տեղա հանվող մեր Արևմտյան Հայաստանի հայությունը ոստիղանը պահել է եւ տան մոտերքը զենքն է վերցել, որը շահորյա այդպես կախ կարասիկ շորմոր է վերցել ու ելել է բռնի հելել է գաղթի, ավելի հանել են գաղթի, բայց ոչ ոք ոչ մի արցախցի զենքը չվերցեց, ոստիղը ներփախ պահի ձեր Արցախ խիմաց, որ հետ գա,
կա այդպես մարդիկ, որ մնացել էին այդ 23 սեպտեմբերի 19-ից հետո, որ պարտիզանական կռիվներով ադրբեջանցիների բոմբուրների կամիտային կա այդպես մարդ, 10 մարդ խաղաղ բնակչությունը հելնեին, խաղաղ բնակչությունից հետո 10 տղամարդ չկա ձեր մարզից, որ Արցախի հետ գարնիզոն ազերական բոմբուրների կամիտ այդպես տեղանքին ամեն ինչին ծանոթ էիք, զենք զինամթերքով $1.5 միլիարդ զենք զինամթերք հասկանում եք 90-ական թվականներին, որ սովետական զենքերով են սկսել ինքնապաշտպանական կռիվները։ Այսօր Արցախի մարզի մեր հայրենակիցներ կոնկրետացեք Հայաստանի հայության մասնիկն եք, Հայաստանի քաղաքացիներն եք, Արցախի մարզի բնակիչներով, թե Կրեմլի Քոչարյանը, Տաշիր Սամոյա, Պուտինյա գործակալական ցանց, Ալիևյան նաև, որոնք հայախոս մեր մեջ ֆորֆորում են, մեր նպաստներից մեկ բարություններից օգտվում են, մենք դե պարտք ենք ձեզ, որից 94 թվականից էսկում 7-ից 12 միլիարդ դոլարի շենացրինք մեր մարզը, հետո բանձիկով նվերտվիկ Ալիևին, դենք տարբեր մոտեցումներ են, տարբեր պատասխաններ են, ոնց որ խելքի եկեք, ուշքի եկեք, ու ձեր պահվածքով ապացուցեք, ես այն գործակալներին չեմ ասում, Արցախի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներին իրենց այդ կրիմինալով գործակալական ցանցով կապվածներին իրենք պայլոբոմում մեզ դեմ են, բայց շարքային արցախցիները ձեր օգու մեջ մի հատ վերլուծեք ու ձեր պահվածքով ապացուցեք ով եք դուք, թշնամու երկրում մեծ թշնամի, թե մեզ ազգակից բարեկամ, որոնց մեր մեծ թշնամին Ռուսաստանը, Թուրքը տեղական գործակալներում բոլորից փողն է տվել։